Հայաստանում պետական համակարգում պարգևավճարների ֆոնդի միջոցները բաշխվել եւ բաշխվում են 80-20 սկզբունքով։ Այս տեղեկատվությունը սկսեց շրջանառվել նախորդ տարեվերջին, երբ պետական համակարգում բաշխվեցին պարգևավճարներ։ Թեման շրջանառվում է նաեւ այսօր, երբ պետծառայողներին բաշխվում են հավելավճարներ։ Որն է խնդիրը։ Հավելավճարների ֆոնդի 80%-ը ստանում են ղեկավար պաշտոնյաները։ Այն դեպքում, երբ սովորական պետծառայողներին բաժին է հասնում ֆոնդի 20%-ը, այսինքն 80%-ը պետհամակարգի փոքրամասնությանը, իսկ մեծամասնությանը 20%-ը։ Ինչպես է կառավարությունը բացատրում այս մաթեմատիկան։ Վարձատրության ճեղքը ավելի մեծ է մասնավորի հետ ավելի վերևի օղակներում, քան ավելի ներքևի օղակներում։ Եվ սա է եղել նպատակը, որպեսզի մենք կարողանանք մասնավոր հատվածից որակյալ մասնագետներ բերել եւ միևնույն ժամանակ որակյալ մասնագետների արտահոսքը դեպի մասնավոր հատված մի փոքր մեղմել, որը տեղի է ունենում այս միջին եւ բարձր օղակներում։ Հանրային քննարկումներում պարբերաբար ուշադրության կենտրոնում է հայտնվում մի խնդիր։ Պետական կառավարման մարմիններում աշխատող որոշ պաշտոնյաների պրոֆեսիոնալիզմին առնչվող հարցեր կան, եւ մեղմ ասած քիչ հավանական է, որ նման մասնագետներին մասնավոր հատվածում գրկաբաց սպասեն։ Կարճ ասած, նրանք մրցունակ մասնագետներ չեն։ Եթե իրականություն ենք վերադառնում, միանգամից արդեն հիասթափվում ենք, որովհետև շեֆերը բացարձակ ոչ մի բանից տեղեկություն չունեն։ Ստորին օղակը, որը տարիներ շարունակ աշխատանք է կատարել, իրականում շեֆերը փոխվում են հենց նույն կադրային բազայի հիման վրա, միշտ կարողանում են, այսպես ասած, տարեկան պլանը կատարել։ Շեֆերը գալիս են բարձր վարձատրվում գնում են, ստորին եւ միջին օղակները միշտ մնում են կոտրած դաշտակի առջև։ Տարիներ առաջ, երբ Հայաստանում գործի դրվեց պարգևավճարների համակարգը եւ տարբեր ղեկավար չինովնիկներ սկսեցին միլիոնավոր դրամների պարգևավճար ստանալ, հարց բարձրացվեց. իսկ ով եւ ինչպես է գնահատում մատնաժանի այդ փողերին, թե ոչ։ Ինչու ինչ-որ վարչության գլխավոր մասնագետ, ում ուսերին է դրված ոլորտին առնչվող ահռելի ֆունկցիա, ստանում 40,000 դրամ հավելավճար, իսկ նրա ղեկավարը մի քանի 100,000։ Աշխատանքի արդյունավետության գործակից է սահմանվում, որ եթե պլան մաքսիմում, պլան մինիմումը ֆիքսվում է, պլան մինիմումի կատարման ժամանակ ձեր աշխատավարձը արդեն պետական բյուջեով սահմանված է, օրինակ, պլանի գերակատարում 20%-ով, ապա աշխատավարձի բարձրացում կամ ֆիքսված գումար, կամ կարող է աշխատավարձի տոկոսային չափ լինել։ Մեկ այլ կարևոր խնդիր է ոլորտը։ Պետական համակարգի բոլոր ճյուղերը նույն կարևորությունը չունեն պետության աշխատանքի համար։ Այսինքն կան ոլորտներ, որտեղից օբյեկտիվ պատճառով դեպի մասնավոր կադրերի արտահոսքն ավելի մեծ է, քան մյուսներից։ Ամբողջ պետական ապարատին կամ նույնիսկ այդ թվում համայնքային տեղական ինքնակառավարման մարմինների պրիզմայից ես դիտարկում, դա աշխարհի ամենասխալ որոշումն է։ Այսինքն այստեղ չկա բյուջեի ծախսի արդյունավետության գնահատական, այստեղ չկա աշխատանքի արդյունավետության գնահատական։ Խնդիրն այն է, որ պետծառայողների գերակշիռ մասը, այսինքն հենց գետնի վրա գործանողները, ղեկավարության համեմատ միկրո հավելավճարների բաշխման հետևանքով պարզապես կարող են զրկվել նորմալ աշխատելու ցանկությունից։ Այսինքն կարող են մտածել, ղեկավարը ստացել է 600,000 դրամ հավելավճար, թող նա էլ գործը գլուխ բերի։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։